9 ամիս շարունակվող կատաղի մարտերի եւ ռազմական գործողությունների արդյունքում հուլիս ամսվա սկզբներին Իրաքի Մոսուլ քաղաքը Դաեշի ահաբեկիչներից ազատագրելուն ուղղված Իրաքի զինված ուժերի ջանքերը վերջապես պսակվեցին հաջողությամբ։ Ջիհադականների դեմ պայքարում նշված ռազմական գործողությունների արդյունքում վիրավորվել եւ զոհվել են Մոսուլի տասնյակ հազարավոր բնակիչներ, վնասվել են քաղաքի ենթակառուցվածքները։ Հարյուրավոր ընտանիքներ այսօր զրկված են խմելու ջրից եւ սննդից։ Թեպետ եւ արևելյան Մոսուլի փողոցում արդեն կարելի է տեսնել վառ գունավոր հագուստ կրող բաց դեմքերով կանանց, Մոսուլի բնակչության մեծ մասը գտնվում է ծայրաստիճան աղքատության եւ մարդասիրական ճգնաժամի շեմին։ Երկու շաբաթ առաջ Իրաքի ռազմական գործողությունների վերջին օրերին Ամերիկայի ձենի նկարահանող խումբը տեսանկարահանել էր Դաեշ ահաբեկչական խմբավորման իրականացրած բարբարոսություններն ու աղետալի հետևանքները։ Շոկից եւ սովից ուժասպառ եղած այս կինը պատմում էր, որ այլևս ի վիճակի չէր քայլել։ Իսկ այս մյուս կինը ողբում էր իր նորածին երեխայի մահը։ Կատաղի մարտերի այս փուլում մահապարտ ահաբեկիչները շարունակում են իրենց հետ միասին հարյուրավոր զինվորականների եւ խաղաղ բնակիչների պայթեցնել։ Զինվորականների փոխանցմամբ կադրում երևացող մարդկանց մի մասը Դաեշի զինյալների ընտանիքի անդամներ եւ հարազատներ էին, չնայած որ նրանցից քչերն էին բացեիբաց խոստովանում այդ մասին։ Առաջնագծում իրականացվող խստացված ստուգումների արդյունքում Իրաքի զինվորականները առանձնացնում են տղամարդկանց, կանանց, երեխաներին եւ ծերերին, քանի որ Դաեշի որոշ զինյալներ փորձում են փախուստի դիմել փախստականների հետ։ Իրաքի իշխանությունների հաղորդմամբ Դաեշի զինյալների ընտանիքի անդամներն ու հարազատները պատասխանատվության չեն ենթարկվելու։ Պատասխանատվության են ենթարկվելու միայն նրանք, ովքեր անմիջական առնչություն են ունեցել Դաեշի գործողությունների հետ։ Վահե Օհանյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։